Ողջույն սիրելի հեռուստադիտող, կրկին Նուր TV-ի եթերում ծնողի կողքին հաղորդաշարն է և ես մասնագիտությամբ լոգոպեդ Կարինե Գևորգյանը։ Այսօր միասին կզրուցենք ծնողների դերի կարևորությունը լոգոպեդական աշխատանքների ժամանակ։ Ծնողները նկատելով երեխայի մոտ որևիցե խնդիր, նրան առաջին հերթին ուրեմն տանում են բժշկի մոտ, այս դեպքում մանկաբույժի մոտ։ Մանկաբույժը կատարում է իր հետազոտությունը, եթե լինում է կարիք, ապա ուղղորդում է նրան օրինակ նյարդաբանի մոտ կամ հոգեբույժի մոտ կախված երեխայի խնդրից։ Նրանք էլ կատարում են իրենց հետազոտությունը և եթե կա ուրեմն դեղորայքային բուժման կարիք, ապա կատարում են իրենց դեղորայքային բուժումը, որից հետո շատ հնարավոր է, որ ուղղորդեն այլ մասնագետների մոտ։ Օրինակ, եթե երեխան ունի խոսքային խնդիր, ապա ուղղորդում են լոգոպեդի մոտ։ Ծնողը, երբ որ գալիս է լոգոպեդի մոտ այցի, դառնում է նրա համար առաջին գործընկերը։ Որովհետև, սիրելի ծնողներ, լոգոպեդները ծնողների հետ զրուցելիս ուրեմն լրացնում են երեխայի անամնեստիկ տվյալները։ Այսինքն հասկանում են, թե ծնողը ինչպես է տարել հղիությունը, ինչպես է ուրեմն անցել ծննդաբերությունը, երբ է սկսել թոթովանքը, գղգղանքը, երբ է երեխան նստել, քայլել, երբ են ուրեմն ասել առաջին բառերը, երբ է ուրեմն ձևավորվել կապակցված խոսքը, նույնիսկ շատ հաճախ հարցնում ենք, թե երեխան ինչպիսի սնունդ է ընդունում, ծամում է արդյոք սնունդը, թե միանգամից կուլ է տալիս այն, այս բոլոր հարցերի պատասխանները մենք ստանում ենք ծնողից, ուստի շատ կարևոր է ծնողի ներգրավվածությունը լոգոպեդական աշխատանքներում։ Որովհետև այդ հարցերի շնորհիվ մենք հասկանում ենք, թե խոսքային հապաղումը կամ խոսքային խնդիրը որտեղից է գալիս, որպեսզի ուրեմն կազմակերպենք մեր հետագա ուրեմն շտկողական աշխատանքները։ Շատ հաճախ ուրեմն ծնողները հաճախելով լոգոպեդի մոտ տալիս են այս հարցը. երբ կշտկվի մեր երեխայի խոսքային խնդիրը։ Ուզում եմ ասել, շտապել ասել ձեզ հարգելի ծնողներ, որ որևիցե մասնագետ ձեզ չի կարող հստակ ժամանակ ասել, թե երբ կշտկվի ձեր երեխայի խնդիրը։ Որովհետև զուգահեռ օրինակ վերցնենք հնչյունը, ռ հնչյունը շտկելիս, երբ որ սկսենք զուգահեռ աշխատել երկու բալիկների հետ, հնարավոր է, որ մի երեխայի մոտ, ընդամենը 4-5 պարապմունք հետո դրվի հնչյունը։ Իսկ մյուս երեխայի հետ դեռ երկար ժամանակ պետք լինի, որպեսզի ուրեմն մարզենք նրա արտաբերական ապարատը։ Դա կախված է նրանից, թե ինչպիսին է երեխայի արտաբերական ապարատը, այսինքն լեզուն, ատամները, քիմքը, սանդիկը, լեզվի տակ ունենք սանդիկ, նույնպես դա շատ մեծ նշանակություն ունի, կպած է այն թե ոչ, այսինքն այս բոլոր հանգամանքներից կախված է երեխայի ուրեմն շտկողական աշխատանքները եւ ուրեմն արդյունավետությունը, թե որքան շուտ կհասնենք մենք արդյունքների։ Ուզում եմ ասել, նաև շատ կարևոր է ընտանիքի անդամների ներգրավվածությունը լոգոպեդական աշխատանքների ժամանակ, որովհետև լինում են դեպքեր, երբ որ մենք ուրեմն լոգոպեդներս տալիս ենք տնային հանձնարարություններ եւ ասում ենք, թե ինչ մեթոդներով պետք է աշխատեն տանը, իսկ երբ որ օրինակ միայն մայրն է ներգրավված լինում, իսկ կան շատ բալիկներ, որոնք ապրում են մեծ ընտանիքներում, այսինքն այդտեղ նաև հայրիկը, տատիկը, պապիկը պետք է տեղեկացված լինեն, թե ինչ մեթոդներով պետք է աշխատեն, որպեսզի շատ կարճ ժամանակում հասնենք ուրեմն արդյունքների։ Ուզում եմ ասել նաև, սիրելի ծնողներ, որ լոգոպեդական աշխատանքները բավականին երկար են տևում, որովհետև դրանք ոչ դեղորայքային բուժումներ են, այլ զուտ մանկավարժական դասեր են եւ նրանք շատ երկար են տևում, այսինքն 3-4 պարապմունք բերել լոգոպեդի մոտ ու սպասել ինչ-որ մեծ արդյունքների, ուզում եմ ասել, որ դա այդպես չէ, որովհետև օրինակ հնչյուն շտկելը մենք անում ենք մի քանի փուլերով։ Շատ ծնողներ տեսնում են, երբ որ օրինակ հնչյունը դրվեց, ասում են, դե արդեն ասում է երեխան հնչյունը, բավական է, ել չգանք լոգոպեդական պարապմունքներին, այստեղ մենք բացատրում ենք ծնողին, որ չէ, դեռ հնչյունը դրվել է, բայց այն պետք է դեռ ամրապնդենք, բառում, նախադասությունում, պետք է ավտոմատիզացնենք այն ուրեմն խոսքում, ուստի հասկանում են ծնողները, որ պետք է երկար ժամանակ հաճախեն։ Նաև շատ կարևոր է, որպեսզի ծնողը ներկա գտնվի լոգոպեդական պարապմունքների ժամանակ։
Շատ լոգոպեդներ կան, որոնք թույլ չեն տալիս, որ ծնողները նստեն, մեկնաբանելով, որ երեխաները իրենց վատ են պահում ծնողների ներկայությամբ։ Ուզում եմ ասել, որ այդ հարցն էլ կարելի է լուծել, ուրեմն սենյակը կահավորելով, ուրեմն շատ ժամանակ այնպես են կահավորում մեր սենյակը, որ ծնողը աննկատ նստում է սենյակի մյուս հատվածում եւ ամբողջ ընթացքում ներկա է լինում պարապմունքին։ Իսկ երեխան չի նկատում, որ ծնողը այդտեղ է եւ ուրեմն պարապում է, շատ լավ ուրեմն պարապում է։ Նաև ծնողները իրենց աչքերով են տեսնում այդ առաջընթացը, որովհետև 2-3 պարապմունք նոր երբ որ երեխան հաճախում է լոգոպեդի մոտ, հնարավոր է որ սկզբնական շրջանում երեխան կամակորություն անի, չցանկանա ենթարկվել լոգոպեդին, հա, չհամագործակցի նրա հետ, բայց երբ որ 2-3 պարապմունք ուրեմն անցնում է եւ լոգոպեդը իր հատուկ մեթոդներով սկսում է աշխատել նրա հետ, ծնողը հենց ինքն է տեսնում արդյունքը, թե որքան լավ է արդեն երեխան նստում պարապմունքների ժամանակ։ Այսինքն այդ փոքրիկ քայլերով, հա, առաջընթացը շատ կարևոր է, որ դա լինի ծնողի աչքի առջև։ Շատ կարևոր է նաև, որպեսզի ծնողը ուրեմն այսպես ասած միջնորդ հանդիսանա, որպեսզի լոգոպեդին ասի, թե երեխան ինչպես է ուրեմն իրեն պահում, հա, լոգոպեդական սենյակից դուրս, որովհետև լոգոպեդները դիտարկում են երեխային միայն այդ հատվածում, այդ սենյակում, որտեղ որ պարապմունքներն են անցկացնում։ Բայց օրինակ, թե երեխան իրեն ինչպես է, օրինակ, խնջույքների ժամանակ դրսևորում, հա, շփվում է արդյոք իր հասակակիցների հետ, թե ոչ, օրինակ մանկապարտեզում հանդեսներին մասնակցում է թե ոչ, ընտանիքում, հա, սեղանի շուրջ նստելիս, ճաշելիս, նույնիսկ իրեն ինչպես է պահում, այդ բոլոր հարցերի պատասխանը միայն մենք կարող ենք ստանալ ծնողներից։ Նաև շատ կարևոր է սիրելի ծնողներ, որպեսզի երբ հաճախում եք լոգոպեդի կամ ընդհանրապես ցանկացած մասնագետի մոտ, պետք է ունենաք վստահություն։ Այսինքն պետք է վստահեք տվյալ մասնագետին, որպեսզի ուրեմն շփոթողական եւ ուրեմն աշխատանքները լինեն արդյունավետ։ Ուրեմն որքան վստահեք եւ որքան դառնաք լոգոպեդի գործընկերը, այնքան կարճ ժամանակում կհաղթահարեք ձեր երեխայի խնդիրը։ Հարգելի ծնողներ, եւ ինչպես մեր հաղորդաշարի ձևաչափն է, վերջում մենք ձեզ ցուցադրում ենք մի քանի խաղեր եւ այսօր ինձ օգնելու համար տաղավար ենք հրավիրել Համլետին։ Ողջույն Համլետ։ Ողջույն։ Լավ ես Համլետ ջան։ Այո։ Պատրաստ ես միասին ինձ օգնես, որպեսզի խաղանք։ Այո։ Կեցես Համլետ։ Ուրեմն հարգելի ծնողներ, տեսեք, գունավոր տպագրությամբ, ուրեմն նմանատիպ կենդանիներ ենք տպում եւ ուրեմն որ կենդանին ինչ է սիրում։ Նույնպես կտրատում ենք եւ այսպիսի կպչուններով, հա, փակցնում ենք։ Ահա, այսպես։ Եվ խնդրում ենք երեխային, որպեսզի վերցնի համապատասխան կերակուրները եւ ուրեմն տա կենդանիներին։ Սա ինչ է, Համլետ։ Խնձոր։ Ինչ գույն ունի Համլետ։ Կարմիր։ Կեցես։ Որ կենդանին է սիրում ուտել խնձոր։ Փակցրու խնդրեմ։ Կեցես Համլետ, շատ ապրես։ Հիմա արի միասին կազմենք նախադասություն, լավ։ Ասա։ Բազդի։ Ուտում է։ Խնձոր։ Շատ ապրես Համլետ, կեցես։ Ինչ է սա Համլետ։ Միս։ Կեցես։ Որ կենդանին է սիրում ուտել միս։ Արյուծ։ Արյուծը, շատ ապրես։ Դուր թող ուտի արյուծը։ Ապրես Համլետ։ Ահա, կխնդրեմ կազմես նախադասություն Համլետ։ Արյուծը ուտում է միս։ Շատ ապրես Համլետ, կեցես։ Ինչ է սա։ Ոսկոր։ Որ կենդանին է սիրում ուտել ոսկորը։ Շուն։ Շունը, ապրես Համլետ, փակցրու, խնդրեմ։ Դե կազմիր նախադասությունը։ Շունը ուտում է ոսկոր։ Շատ ապրես Համլետ։ Ինչ է սա, Համլետ։ Մեղր։ Որ կենդանին է սիրում ուտել։ Արջ։ Արջը, շատ ապրես Համլետ։ Խնդրեմ կազմիր նախադասությունը։ Արջը ուտում է մեղր։ Կեցես Համլետ, բրավո։ Համ, սա ինչ է։ Բանան։ Որ կենդանին է սիրում ուտել։ Կապիկ։ Կապիկը։ Ահա, խնդրեմ, դուր թող կապիկը ուտի։ Կեցես Համլետ։ Կապիկը ուտում է բանան։ Ապրես Համլետ։ Ինքնուրույն կարողանում ես կազմել արդեն նախադասություններ։ Կեցես Համլետ։ Ինչ է սա, Համլետ։ Ում տանք ուտի։ Ահա, հավին, ուրեմն ինչ է։
Ցորեն, Համլետ։ Կազմում ենք նախադասություն, հավը։ Ուտում է ցորեն։ Կեցես, Համլետ, շատ ապրես։ Ինչ է սա, Համլետ։ Խոտ։ Որ կենթանուն տանկուտի խոտը։ Ձի։ Ձին, կեցես, կազմիր, խնդրում եմ։ Ձին ուտում է խոտ։ Կեցես, Համլետ, բրավո։ Ահա, այստեղ կզարգանա երեխայի ուրեմն էլի ձեռքերի նուրբ շարժողականությունը, նաև բանավոր խոսքը, սիրելի ծնողներ, որտեղ երեխան կկազմի նախադասություններ, կանվանի կենթանիների անվանումները, որ կենթանին ինչ է սիրում ուտել։ Շատ ապրես, Համլետ։ Ուրեմն հաջորդ խաղը A4 թղթի վրա գունավոր տպագրությամբ ուրեմն մարդու դեմք ենք հանում, բայց ինչպես տեսնում եք, այստեղ չկա աչքերը, հա, բերանը, այդպես եւ խնդրում ենք երեխային, որպեսզի ուրեմն նկարի մարդու դեմքի մասերը։ Այստեղ ուրեմն նաեւ կարող ենք այսպիսի մի, հա, այդպես քառատող կա, հա, կետ, ստորա, կետ, քիթ, բերան, կլոր, շրջան։ Այստեղ նույնպես կզարգանա երեխայի ուրեմն բանավոր խոսքը։ Ահա։ Համլետ, ուրեմն մենք այստեղ ունենք գունավոր մարկերներ, որ մարկերով ես ուզում պատկերել դեմքի մասերը մարդու։ Սա որ գույնն է։ Սև։ Կեցես, Համլետ։ Նաև շատ կարևոր է որ լամինացված անեք, հա, ուրեմն որպեսզի բազմակի օգտագործման համար նախատեսված լինի։ Խնդրեմ, Համլետ ջան, հիմա նկարում ենք Ապրես, ինչն ես նկարում սա։ Ասկը։ Աչքերը, կեցես։ Հա, մենք աչքերով ինչ ենք անում։ Տեսնում։ Կեցես, ապրես։ Իսկ հիմա ինչ նկարեցիր։ Սա ինչ է։ Հոնք։ Հոնքերը, կեցես։ Շատ ապրես, ինչն ես նկարում հիմա։ Քիթ։ Բրավո, մենք քթով ինչ ենք անում, համ։ Շնչում։ Շնչում ենք, շատ ապրես, Համլետ։ Ինչը մնաց նկարենք դեմքի մասերից։ Բերան։ Բերանը, դե նկարիր տեսնեմ, Համլետ։ Հա, ուզում ես մարկերի գույնը փոխել։ Խնդրեմ, վերցրու, որ գույնով ես ուզում։ Շատ ապրես, Համլետ։ Մենք բերանով ինչ ենք անում։ Խոսում ենք։ Ուտում ենք, խոսում ենք, այո։ Տեսեք, սիրելի ծնողներ, նաև ուրեմն տեսեք, սա նաև բազմակի օգտագործման է, որովհետև մարկերները ունեն այստեղ ուրեմն մաքրելու միջոց եւ կխնդրենք ուրեմն բալիկին մաքրի։ Տեսեք, այսինքն մի քանի անգամ եւ շատ բազմակի անգամ երեխան կարող է ուրեմն պատկերել դեմքի մասերը։ Շատ ապրես, Համլետ, քեզ մոտ շատ լավ ստացվեց, կեցես, բայց չասացիր, Համլետ, տղա էր թե աղջիկ մեզ մոտ պատկերված։ Աղջիկ։ Ինչպես իմացար։ Ինչ ուներ աղջիկը։ Երկար։ Երկար մոտ։ Ապրես, Համլետ։ Հիմա ես ձեզ կցուցադրեմ հաջորդ խաղը։ Այսպես ուրեմն կենթանիներ ենք գունավոր տպագրությամբ էլի ուրեմն տպում եւ ունենում ենք փոքրիկ կենթանիներ, այսպես խնդրում ենք երեխային, որպեսզի համադրի, հա, այստեղ էլ ուրեմն ձևավորվում է երեխայի մոտ համադրելու կարողությունը եւ ասում ենք երեխային, թե որ կենթանիներն են պակաս, իսկ որոնք են ավել։ Այստեղ էլ զարգանում է նրա մոտ ուրեմն մաթեմատիկական, հա, ուրեմն կարողություններն է ձևավորվում։ Համլետ ջան, խնդրում եմ, սեղանի վրայից վերցրու կենթանիները եւ համադրիր այս պատկերների հետ։ Որ կենթանին է, Համլետ։ Խոր։ Կեցես, շոտ օպրես, Համլետ։ Հաջորդը։ Ձի։ Ունենք այդտեղ ձի, համ։ Ոչ, չունենք։ Ինչ է դա, համ։ Թու։ Թութակ։ Կեցես, Համլետ։ Ահա։ Ունենք էլ կենթանի այստեղ, որ կարող ես համեմատել, համադրել։ Ոչ։ Ոչ, այսինքն որ կենթանիները չկային, Համլետ։ Արջը Մոկը։ եւ պանդան։ Իսկ որ կենթանիներն էին ավել։ Ձիրու։ Ձին եւ նապաստակը։ Կեցես, Համլետ, շատ ապրես։ Կեցես, դու շատ լավ մասնակցեցիր, Համլետ։ Այսքանը, սիրելի ծնողներ, հուսով եմ ինչ որ ձևով ձեզ կարողացա օգտակար լինել։ Ցտեսություն ձեզ, մինչ նոր հանդիպում։